Սեր առավոտից։ Բարի լույս ու բարի գալուստ հանրային ռադիոյի առաջին ծրագիր, հոկտեմբերի 2-ի առավոտը սկսում ենք միասին հանրայինի ուղիղ եթերում։ Եվ ասում ենք բոլորիդ բարի լույս, ողջունում ենք բոլորիդ, այսօր եթերում ձեզ համար կաշխատեն իմ շատ սիրելի ժպտերես, պոզիտիվ Սևակ Հակոբյանը, Փոխադարձաբար միշտ դրական պոզիտիվ Լուսինե Մուրադյանը։ Եվ ձեզ իհարկե մաղթում ենք միմիայն հաճելի լավ տրամադրություն վաղ առավոտից, առաջարկում ենք մնալ մեզ հետ, միանալ մեզ եւ մոտակա 1.5 ժամն անցկացնել մեզ հետ միասին, որովհետեւ արժևում նաեւ ձեր ուշադրությանն ենք ներկայացնելու առավոտվա հետ կապված կարևոր տեղեկությունները, բնականաբար լավ երաժշտություն, լավ ռիթմեր եւ լավ տրամադրություն։ Իհարկե հետաքրքիր թեմաներ, որոնք կքննարկենք միասին եւ ամենակարևորի մասին չմոռանանք, մեզ կարող եք ոչ միայն լսել, այլև դիտել, առաջին հերթին մուտք գործեք armradio.am կայք, սեղմեք դիտել եթերը կոճակը եւ միացեք մեզ, նաեւ կարող ենք զրուցել միասին։ Այո, զրուցարանը ձեզ է սպասում, եկեք մեր տուն armradio.am։ Իհարկե մեր լայվը շարունակվում է նաեւ հեռարձակվել Հայաստանի հանրային ռադիոյի Facebook-յան էջով, դուք այնտեղ էլ կարող եք մուտք գործել, մենք փորձում ենք հետեւել, բայց իհարկե մեզ կերջանկացնեք, եթե սկսեք գրառումներ կատարել armradio.am կայքի զրուցարանում, հենց վիդեո տարբերակի կողքն է, եւ իհարկե չենք մոռանում մեր ավանդական շփման միջոցը 553702, սա մեր ամփոփող հեռախոսահամարն է, որին մշտապես պատասխանում ենք եւ սիրով զրուցում միմյանց հետ։ Այնպես որ բարի լույս բոլորիս, երկն օգտագործենք առավոտվա սուրճը թեյը պատրաստելու համար եւ շարունակեք մնալ մեզ հետ։ Այո։ Առանց քեզ այս ամեն ինչիս է պետք ասա Դե ասա Հազար տարվա կյանք թե ինձ տան Հազար ու մի պարկ թե ինձ տան Հազար կանաչար թե ինձ տան Անգամ անգին զար թե ինձ տան Աստղով ես տուն եկա Լուսնով եկա, մոտ եկա Չբացված արշալույսից շուտ եկա Կարոտից գժվելով ճամփան կա Երկար քո դուրն եկա ուր ես բա
station with the best music. Best music. I love the music. Best music. Ինանց է 35 ողջունենք բոլոր պարավյարերին։ Մի արա։ Արամեն Պետրի նոր երգերից էինք լսում պարավյարը, բայց ինչի պարավյարը, ես ուզում եմ հասկանալ ինչու, ինչու պարավյարս, կարելի է ասել երիտասարդ ջահել յարս, գեղեցիկ յարս, որովհետև երբ սիրում ես որևէ էակի, որևէ կնոջ, բնականաբար շնորհք քո աչքին ավելի գեղեցիկ է երևում, ավելի երիտասարդ է երևում, մի խոսքով կոմպլիմենտ անելուց այնպես անենք, որ մտածեք ինչ եք ասում։ Ու ես հիշեցի այստեղ կարգին հաղորդումը, որ ասում է կենացած, ասում ախր ես կենաց ասել չգիտեմ ու վերջում դե որ ասում եմ կենաց ասել չգիտեմ։ Շատ գույշ պիտի լինենք մեր խոսքերում, հարգելի ռադիո լսողներ, սա շատ կարևոր է։ Եվ հիշեք, որ ամեն մի բառ դա իր իմաստն ունի եւ այդ բառերը պետք է տեղին գործածվեն, որպեսզի հանկարծ չխեղաթյուրվեն ձեր մտքերը, որ ուզում եք ասել։ Իհարկե, սա ժողովրդական երգից վերցված ինչ որ մեջ բերում է, բայց ահա պետք է այս օրերին նաև շատ զգուշ լինել տանից դուրս գալուց առաջ, թե ինչ հագնել, որովհետև անկանխատեսելի եղանակ է արդեն, տեղումներ կարծես թե։ Բայց ես քեզ ասեմ, տեղումները գուցե սպասվում են, բայց ես գիտեմ, որ հոկտեմբերը լինելու է նորմայից բարձր։ Այո, եւ օթերևութաբանները ասում են, որ հոկտեմբերը օդի ջերմաստիճանը բարձրանալու է 8-ից 10 աստիճանով։ Պատկերացնում եք, թեպետ այսօր հնարավոր է անձրև։ Առավոտը արդեն եկել է այդ անձրևը։ Այո, բավականին մռայլ էր առավոտյան, մայրաքաղաքում այո, այսօր հնարավոր է անձրև, բայց ահա վաղվանից առանց տեղումների եղանակ է սպասվում։ Առանձին շրջաններում եւս սպասվում է անձրև։ 8-ից 10 նիշով իդեպ վաղվանից կրկին բարձրանալու է, ինչպես նշեցիր, այո։ Ոնց որ խենթացել է եղանակը եւ որոշել է, որ մենք պիտի մեկ շոկենք, մեկ մրսենք։ Դե դա շատ պետք է զգույշ լինենք, դրա համար էլ մեր գործընկերների մեծ մասը հիվանդ են, վատառողջ են, որովհետև մտածել են, որ արդեն եղանակը լավ է եւ կարող են ավելի թեթև հագնվել, իսկ ոմանք էլ եղանակի հետ կապված ունեն գլխացավեր, եղանակային կապվածություն է սա կոչվում։ Դե խմեք, առողջացեք, ուշադիր հետևեք ձեր առողջությանը ու ժպտացեք։ Այսօր առավելագույնը 20 աստիճան կլինի մայրաքաղաքում, երեկոյան 16, գիշերը 11 եւ նաեւ նշենք, որ այո, օդի ջերմաստիճանը ինչպես մի քանի անգամ Իսկ այս պահին կարող ես ասել օդի ջերմաստիճանը որքան է։ Հեռախոսային հավելվածով։ Այո։ Տեսնենք նույնն է թե ոչ։ Ինձ մոտ։ Քեզ մոտ 14 է, հիմա ես փորձեմ հասկանալ, ահա 16 է ինձ մոտ եւ այսօր օդի խոնավությունը մոտավորապես 70% է եւ ասենք, որ անձրևի հավանականությունն էլ 80%։ Սա էլ հավելվածի միջոցով մենք տեղեկացանք։ Այնպես որ անձրևանոցի մասին այսօր մի մոռացեք։ Չեմ սիրում այդ անձրևանոցը, միշտ կորցնում եմ այդ անձրևանոցը, ես կխնդրեի, որպեսզի դու բացեիր խցանումները բնականաբար, որպեսզի հասկանանք։ Այսօր Սևակը մի փոքր ինձ հասկացել է, թե ինչ դաժան է ոչ թե կենտրոնում ապրել եւ հասնել կենտրոնի A կետից կենտրոնի B կետ, որը կարող ես նաեւ ոդկով անել, այլ որևէ թաղամասից հասնել կենտրոն։ Հետո լավ էր Սևակ ջան։ Լավ էր, ադրենալինի բարձր մակարդակ էր։ Այս պահին 6 է խցանումային նիշը։ Օ, բավականին լավ է, ես կասեմ։ Լավ է, կասեմ։ սովորաբար 7 է լինում այս ժամերին, իհարկե շատ կան ծանրաբեռնված փողոցներ, բայց 6-ը արդեն տանելի է։ Այո, արդեն տանելի է։ Միայն թե ես այսօր ժամանակի նախատեսվածից շատ շուտ դուրս եկա տանից, որ հանկարծ խնդիր չառաջանա, ես ասեմ, որ դպրոցները, որ փոխել են 8-15-ի, մտածելով, որ կբեռնաթափեն, եթե նախկինում դու կարող էիր ավելի շուտ դուրս գալ, մտածելով ոչինչ շուտ տեղ հասնեմ, բայց հասնեմ, հիմա դա էլ է անհնար, որովհետև այդ շուտ ժամանակահատվածում դպրոցականներն են զբաղեցնում այդ ամենը, մի խոսքով այսպիսի բաներ։ Անլուծելի է։ Այո, ճանապարհները մայրաքաղաքի կարող ենք ասել, որ փակ չեն, որովհետև թեպետ խցանումներ են, բայց դրանք շարժվող խցանումներ են, նիշը ընդամենը 6 է, իսկ եթե տեղափոխվենք Հայաստանի տարածքի ավտոճանապարհներին, դրանք հիմնականում անցանելի են։ Այո, միայն Կորեայի ձորի ճանապարհը, որը արդեն 2-3 ամիս հայտնում ենք այս տեղեկատվությունը, օգոստոսի 19-ից ժամանակավորապես փակ է։ Դե եթե նորոգման աշխատանքներ են, դրանք չեն կարող 1 օր տևել, հատկապես եթե կա քարաթափման վտանգ եւ սա խոսում է այն մասին, որ փորձում են ավելի հիմնովին կատարել նորոգման աշխատանքները, մտածելով ձեր առողջության ու ապահովության մասով։
Եվ Լարսն էլ բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այո, սա շատ կարևոր է։ Գնանք այլ ճանապարհ, օդային ճանապարհները նայենք եւ տեսնենք ինչ է կատարվում։ Եթե մարդ պիտի դիմավորեք, ասենք, որ ունենք վաղարժան վայրեջք, Հռոմի ինքնաթիռը 12:20-ի փոխարեն վայրեջք է կատարելու 11:56-ին, մի փոքր շուտ հասեք տեղ, որպեսզի ձեր հյուրերը կամ հարազատները օդանավակայանում ստիպված չլինեն սպասել։ Հիշեք, որ թռիչքները որքան հաճելի են, նույնքան էլ հոգնեցնող։ Ի վերջո A կետից B կետ է, այդպես չի, որ թաղամասից որևէ կենտրոն ես գնում։ Հիմա գնանք մեկնումներ եւ տեսնենք ինչ է կատարվում։ Կարծես թե այստեղ փոփոխություններ չկան, ամեն ինչ ժամանակին է տրված։ Ձեզ բարի թռիչք ենք մաղթում, լավ հանգիստ, եթե մեկնում եք հանգստի, մի լավ հանգստացեք, եթե վերադարձեք թարմ նոր ուժերով, որպեսզի ձեր աշխատունակությունը լինի էլ ավելի բարձր։ Չմոռանաք ձեզ հետ վերցնել գումար, որ խնդիրների չհանդիպեք եւ ձեր հույսը մի դրեք միայն բանկային քարտերի վրա, այդուհանդերձ ապահովության համար շատ կարեւոր է լինի գումար։ Հաշվի առեք, թե որ երկիր եք գնում եւ տարադրամի փոխարժեքին էլ ծանոթացեք։ Ամերիկյան $1 ըստ կենտրոնական բանկի այսօր 382 դրամ, 74 լումա է, եվրոն 448 դրամ, 8 լումա եւ ռուսական ռուբլին 4.6 է։ Վրացական լարին 140.69 է, բրիտանական ֆունտ ստերլինգը 515 է եւ արաբական էմիրությունների դիրհամը 104.2 է։ Սա էլ բոլոր նրանց համար, ովքեր էմիրություններ են մեկնում, եւս կարեւոր է։ Կարծես թե կարեւոր այսպես հրատապ տեղեկությունները ներկայացրեցինք, չէ՞, էլ բան չմնաց, բան չենք մոռացել, չէ՞, Մեզ մնաց միայն եւս մեկ անգամ ձեզ ասել բարի լույս եւ ճամփորդելու հետ կապված երկել առանձնացրել էի, թե նախապես չենք էլ պայմանավորվել, ինչից ենք խոսել։ Ուր ենք ճամփորդելու։ Վայո վայա, դե լավ, վայո վայա, գնացինք։ Վայո վայա, ճամփայելա, վայո վայա, ժամը հիմա, վայո վայա, չմախենա, ես սպասել եմ մի հարմար պահի, սպասել եմ այն օրը գա, ինքս ինձ ես ասել եմ Սպասելու ժամանակ չկա Ես սպասել եմ, որ մեկը լինի Կյանքս նալիով իմ կփոխի Դու նայի հեռու ավելի Սպասելու ժամանակ չի լինի Վայո, վայա, ժամն է հիմա Վայո Լավ տեղ աշխարհում չկա Ինքս ինձ ես ասել եմ Թող որ աշխարհը իմ տունը դառնա Լինել այն ու ազատ իմ տունը Որ բոլորը իր տեղն ունենա Լինեն ավելի բարձր դերը Սերը մի
Սուրճ ու սեր առավոտից 9:45 ճամփա ենք ելել, շարունակում ենք մեր ուղիղ եթերը։ Չգիտեմ, որ երկրներ գնացինք լսելով երգը չեմ կարող ասել ըստ էության, բայց ինչևէ, շարունակում ենք հարգելի ռադիո լսողներ, իդեպ այսօր էլեկտրոնային փոստի ծննդյան տարեդարձն է, եւ երբ մենք ֆիքսեցինք, որ այսօր նման օր է, հասկացանք մի կարևոր բան, ես ամենայն դեպս ֆիքսեցի ինձ համար, որ էլեկտրոնային փոստի ի հայտ գալուն պես ուղղակի նամակները հետին պլան մղվեցին, ես կարծում եմ, որ աշխարհում շատ քիչ մարդիկ կան, որ նամակներ են գրում, բայց դա բոլորովին այլ հաճույք է։ Վերջերս նաև տեսա բլոգեր Շուշանին, որը կարծես թե Վիետնամից ինքն իրեն նամակ էր ուղարկել, այնտեղ նման հնարավորություն կար փոստում, որտեղ կարող ես նամակ ուղարկել որևէ մեկին եւ ինքը իր հարազատներն էր գրել, մեկն էլ ինքն իրեն էր գրել ու ամիսներ անց այդ նամակը հասել էր իրեն։ Դե պատկերացրեք, որքան հաճելի է հատկապես այդ պարագայում, երբ դու քեզնից մեսիջ ես ստանում ու եթե այնտեղի տպավորությունները ու տրամադրությունները ուրիշ էին, ապա ստանում ես ամիսներ անց եւ այլ տրամադրությամբ ընթերցում ես։ Այո, այսօր նաեւ մեսենջերների տեսակների դարում ձեռագիր նամակները հետին պլան են մղվել, դրանք մնացել են ավելի շատ երևի ռոմանտիկայի Այո, շրջանակում։ Եվ այստեղ երբ ասում ենք ուղակի նամակներ, միանգամից հիշում ենք հայտնի գրողների նամակները, որոնք բացի իրենց ստեղծագործություններից առանձնակի տեղ են զբաղեցնում եւ իրենց ուրույն ստեղծագործական աշխարհն են ստեղծել։ Դրանք ուրիշ գլուխգործոցներ են, որոնք նեղ անձնական են եւ դարձել են հանրային։ Եվ դրանք ոչ միայն փոխանցում են տվյալ անձի փոխհարաբերությունների մասին ինֆորմացիա, այլև դարաշրջանի, նրանց մտածողության եւ պատահական չէ, որ հաճախ մեր մեծերի նամակների հիման վրա ցուցադրություններ կազմակերպվում կամ նոր հրատարակություններ են լինում։ Ինչ ասպետական ժամանակներ էին։ Տղամարդիկ ոչ թե սրտիկներով կրակներով էին գրավում աղջիկների սրտերը, այլև սխրանքներ էին գործում հանուն այդ աղջիկների։ Իհարկե ժամանակները փոխվում են ցավոք, բայց այդուհանդերձ ես կարծում եմ, որ պետք է կարողանանք պահել այդ գեղեցիկը, հատկապես երբ կա սեր, զգացողություն, զգացմունք, դրանք ուրիշ հաճելի իրավիճակներ են եւ այո, երբ ուղակի ստանում ես նամակ ձեռքով գրված, դա ուրիշ հաճույք է։ Իդեպ, այսօր լավ օր է, որպեսզի ձեր սիրելիներին վերցնեք ու նամակ գրեք։ Եվ ոչ էլեկտրոնային փոստով, որովհետև էլեկտրոնային փոստի նամակները սովորաբար բացի չէ, էլեկտրոնային է, ստրեսայնություն կա, չէ, որովհետև դա կարծես աշխատանքի հետ է կապված, դեդլայնի հետ է կապված։ Իսկ հա ձեռագիր նամակը ծրարով փակեք ու տվեք իրեն, չգիտեմ, ու ասեք, որ թող կարդա այն ժամանակ, երբ ինքն իր հետ մենակ կլինի։ Գրեք այն լավ բաները, որ ուզում եք նրան ասել։ Հավատացնում ենք, թե ձեր հարաբերությունները մեկ այլ հարթություն կփոխանցվեն։ Եվ ընդհանրապես, երբ վերլուծում ես երկար տեքստեր, վաղուց որևէ մեկս չի գրում, անգամ մեր աշխատանքի մեջ թուղթ ու գրիչ օգտագործում ենք, բայց միայն փոքր նշումների համար, երկար, ով ասաց, նայածով, վաղուց չենք գրում, ինչեր ես գրում։ Ես ունեմ մեծ բլոկնոտ, ու այդ բլոկնոտը իդեպ մի օր Ավետը Բարսեղյան եկավ աշխատանքի, ասաց, սա քեզ համար եմ բերել, իմ հավաքածուից է, ասացի ոնց։ Էքստրավագանտ։ Ասաց, չէ, շատ հետաքրքիր բլոկնոտ է, մինիմալիստական։ Եվ ասաց, չգիտեմ, այսօր բացել էին բլոկնոտները, սա տեսա ու հասկացա, որ քեզ պիտի բերեմ։ Դե հարազատ սիրելի մարդուց նվեր է ստացել, այսպես ասում եմ, լավ, այստեղ ինչ պիտի գրեմ, չէի ուզում առօրյա ինչ որ այդպես աշխատանքային գրառումներ կատարել այդտեղ ու մի օր երբ հասկացա, որ ես ուզում եմ գրել ամեն երեկո գրիչով, ես հասկացա, որ իմ մտքերը կփոխանցեմ հենց այդ բլոկնոտում ու ինքը իմ կողքին է դրված, այդտեղ հայտնվում են իմ մտքերը օրվա վերջում, երբ ես վերլուծում եմ այդ օրվա զգացողությունները, փորձում եմ հասկանալ հարաբերություններ, ընկերների հետ շփումները, ոչ թե գրում ինչ էի արել, այստեղ գրում եմ իմ մտքերը, իմ վերլուծությունները, օրն եմ ամփոփում կարծես ու ամեն անգամ մի նոր Ինչու։ Մեր բակում հրանտը ամեն երեկո։ Դե չէ, այդպես չէ, հարևանը ինչ առավ, ինչ տարավ, չէ։ Մի արա, թող իմ ռոմանտիզմը մնա, մի փչացրու այդ գեղեցիկ տրամադրված։ Իդեպ քեզ էլ խորհուրդ կտամ անել, շատ օգտակար է, շատ։ Որովհետև ձեռքը աշխատում է մոտորիկան մտքի հետ զուգահեռ։ Բնականաբար, հիշում եմ, որ փոքրին կային հուշատետրեր, հիշում ես, ինչ տարածված էին։
իրար պետք է փոխանցենք դպրոցում քո մասին կարծիք է դե լավ է չէ էլի արդեն բայց գուցե երեխեք հանում են չգիտեմ բայց այդուհանդերձ ես կարծում եմ որ հրաշալի է երբ ձեռագիր ես գրում որովհետև նաև չենք մոռանում որ ձեռագիրը նաև ամեն մարդու բնավորությունն է այսպես բացահայտում ու դու կարող ես հստակ հասկանալ թե ինչ բնավորություն ունի եթե թմտություններին տիրապետում ես այո կան մարդիկ որոնք վերլուծում են դա իդեպ նամակ բառը որոնեցի երաժշտական տեսանկյունից ինչ կա այս վերջին շրջանի երգը լսենք որ բոլորը լսում են եւ նաև կան մեմեր արդեն այս երգի հետ կապված իրականում նամակ իմ աղջկան արի լսենք եթերում սա կարծես թե չի հնչել Նամակ փոքրիկ իմ աղջկան թողված օրեր չկան քայլերը քեզ ուրախացնեն բարերը ցավ չտան ես միշտ արել եմ ամեն ինչ որ աչքերդ փայլեն իմ կիսատ երազանքները քո մոտ թող կատարվեն ուզում եմ երջանիկ տեսնեմ քեզ ամբողջ մի կյանք հայրը տվել է ուժ ես իմ սիրտն ու հարգանքը միշտ մարդ մնալն է կարևոր ամեն տեղ չես գտնի հիմա ունես այն ինչ փողով երբեք էլ չես գնի ավելի եմ քեզ սիրելու միշտ կողքիդ եմ ես լինելու թեկուզ հեռու երջանիկ եղիր իմ աղջիկ սենը ամեն տեղ տիրելու մեր զավակները մեզանից ավելի լավն է լինելու Ուզում եմ միշտ մնաս կյանքին դու սիրահարված Միշտ իրարով տարված ու մաքուր սիրով լցված Հիմա սպիտակ հարսի շորով իմ դիմաց կանգնած Իսկ ես ենքան բարեր ունեմ չասված Չճարանաս երբեք մնա միշտ սիրտդ բաց Միշտ ներիր թեկուզ մի քիչ լինես պարտված Հիշիր որ ես կյանքում էլ միշտ բումերանգը կա Էն ինչ տվել ես դու սրտանց մի օր քեզ հետ կգա Կյանքի օրենքն է դա մի օր բոլորը մեծանում է Մարդը հավերժը միշտ քանի իր գործը մեծարում է Քայլերը թող ուրախացնեն բարերը ցավ չտան Երբեք չկորցնես ներսի փոքրիկ իմ աղջկա Ավելի եմ քեզ սիրելու Միշտ կողքիդ եմ ես լինելու Թեկուզ Երջանիկ եղիր իմ աղջիկ Սենը ամեն տեղ տիրելու Մեր սավակները մեզանից ավելի լավն է լինելու Ավելի եմ քեզ սիրելու Միշտ կողքիդ եմ ես լինելու Թեկուզ Երջանիկ եղիր իմ աղջիկ Սենը ամեն տեղ տիրելու Մեր սավակները մեզանից ավելի լավն է լինելու
9:55 Այո, վերադառնում ենք եթեր եւ մեզ չենք լսում։ Այո, եւ հարգելի ռադիոլսողներ, շարունակում ենք մեր ծրագիրը։ Բնականաբար այստեղ է նաեւ մեր շատ սիրելի գործընկերը Արմինե Գևորգյանը, նրան ասում ենք բարի լույս։ Բարի լույս։ Հիշում ես Սևակ ծրագրի ամենասկզբի հատվածում, երբ խոսում էինք եղանակի մասին, ասացինք պետք է շատ զգույշ լինել, որպեսզի չմրսել եւ չհիվանդանալ։ Մի եղեք Արմինեի պես եւ մի հիվանդացեք։ Ինչու ես վատառողջ Արմինե ջան։ Դե բոլորը վատառողջ են, բայց չմնամ չմնամ տենդեցներ։ Հիմա մի հարց տանք քեզ Արմինե։ Վերջին անգամ երբ ես որևէ մեկին գրիչով նամակ գրել։ Այ պաշտում եմ գրիչով Խնդրեմ, խելացի աղջիկ, այո։ Պաշտում եմ, դրա մեջ ուրիշ հոգի կա, ուրիշ սեր կա, ուրիշ զգացողություն կա, չգիտեմ, մտերմություն կա, անմիջականություն կա։ Օրինակ իմ ընկերուհին ապրում է Բելգիայում եւ մենք շփվում ենք իր, բայց ես հրաչուն անասանելի կարոտել եմ ու երբ որ իր մայրիկը գնում էր նամակ գրեցի, ասի խնդրում եմ, էլի ես նամակը կտաս հրաչուն։ Մենք Facebook-ով շփվում ենք, բայց չգիտեմ, այդ էներգետիկան չես փոխանցի էլեկտրոնային տարբերակով։ Իդեպ այսօր էլեկտրոնային նամակի այսպես ասած օրն է եւ մենք դրա մասին էինք խոսում, որ էլեկտրոնային նամակի ի հայտ գալուց կարծես ուղակի գեղեցիկ սիրուն նամակները հետին պլան մղվեցին։ Այո, եւ ես հիշում եմ, երբ որ ես առաջին էլեկտրոնային նամակը գրեցի, չպատմեմ։ Ինչ ես արել, ոնց չպատմես, մեզ թողնում ես առանց տեխնիկայից բացար կիլոմետրերով հեռու եմ։ Այո, ես անգամ երբ որ նոր Facebook սոցիալական ցանցներ ի հայտ եկել, հա, իմ ընկերուհուն, որին պիտի նամակ գրեի, ես գրել էի իմ պատին։ Այսինքն մենք ինչ որ աշխատանքային վեճ էինք ունեցել եւ այդ ամեն ինչը գրել էի պատին։ Հարեան Արմինեն, որ հիմա էլի Բելգիայում ապրում է։ Արմինե ջան, հայտարարակ է արել քեզ։ Ու պատկերացնում եք ինչ կգրեմ։ Ու սպասում եմ ինչի պատասխան։ Լուրջ պատիտ է իր գրել։ Շատ կարևոր է, որ այստեղ նամակագրությունը սիրո հիմքի վրա չի եղել արական սերին, պատկերացնում ես, չէ՞։ Հա, պատիս էի գրել ու չէի հասկանում։ Հետո ինչ որ մեկը քեզ ասաց, աղջիկ ջան, Արմինեն, նույն Արմինեն կողքս նստած էր, այսինքն խմբագրությունում նույն Արմինեն։ Հատուկ իրար այդպես հարցեր էիք կարգավորել։ Բացատրեց, որ պատին չեն գրում, էլի առանձին են գրում։ Եվ պետք չի հանրայնացնել ներքին հարցերը։ Այո։ Այստեղ շատ կարևոր են այդ նամակները այդուհանդերձ դու հիշիր նամակ գրել ես գրիչով։ Օրինակ ես կան նամակներ, որոնք ինձ գրել են, պահել եմ մինչև հիմա, մայրիկիս գրած նամակն է, ասենք ես էլ հայրիկիս հետ կապ եմ պահում նամակով։ Գրել էր մաման եկել էի տուն ու գրել էր, որ ճաշը սառնարանում է, էս կանես, մինչև ես գործից գամ, կամ տանից դուրս գալից տակ կհագնվես։ Այդ նամակները ես մինչև հիմա պահել եմ։ Դե մամայիս նամակները, որը եղբորս էր ուղարկում բանակում, մի 12 էջ էր, այդ նամակներն էլ ապահված։ Ասեք ինչ լավ հիշողություններ են։ Ես հայրիկիս հետ կապի մեջ էինք ու հիմա այսպես տղցակով պահել եմ ու ֆիքսեցի մի բան, որ այդ նամակները երբ ուղարկում էինք ստիպված էինք ամիսներով սպասել պատասխանի։ Այո։ Եվ այդ նամակներից մի րոպեում չեն պատասխանում, արդեն նեղանում են։ Եվ անկեղծ այդ նամակից ես ոնց որ կարոտս առնեմ, էլի, այսինքն զրուցում եմ, հա, իդ ձեռագիրը բան եւ այլն, չգիտեմ, այդ ուրիշ զգացողություն է, ունեմ նամակներ պահված։ Այնպես որ անկախ էլեկտրոնային հնարավորություններից, ժամանակակից տեխնիկաներից, դրանք իհարկե հեշտացրել են մեր կյանքը, բայց եկեք չմոռանանք էմոցիաների մասին, այն հույզերի մասին, որ ուղղակի մենք մեր ձեռքով պիտի ստեղծենք եւ չպիտի ապավինենք տեխնիկայի վրա։ Այո, եւ գնալ ու այն ժամանակ փոստից ստանալ նամակ, դա ուրիշ զգացողություն է։ Հիմա փոստատարը երբ գալիս է, անհանգստանում ես, որովհետեւ գիտես, որ ԴՀԿ-ից է կամ Տուգանքի նամակներ են։ Այո։ Լավագույն դեպքում մեր պատվերն է բայց այդ փոստատարն էլ էր հետաքրքիր, էլի, այսինքն կա։ Այն ժամանակ դե թերթեր նամակներ էր բաժանում, լավ։ Պատրաստ ես լրահոսը ներկայացնել ռադիոյի անմիջապես փոխվի, չէ՞, դե։ Միանգամից փոխի ձայնը, տոնայնությունը։ Մենք էլ այո, ուղենք ժամացույցները եւ լսենք վերջին ժամի թարմ տեղեկությունները։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։
Երևանն է խոսում, հանրայինի եթերում լրատվության ժամ է, խոսափողի մոտ Արմինե Գևորգյանն է։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիշերը ժամանել է Դանիայի մայրաքաղաք հասանք Կոպենհագեն, Facebook-ում գրել է Նիկոլ Փաշինյանը, կարճ տեսանյութ հրապարակելով դիմավորողների թվում էր արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովին։ Կառավարությունից հաղորդում են, որ այցի ընթացքում նախատեսված են նաև Փաշինյանի երկկողմ հանդիպումները միջազգային գործընկերների հետ, այլ մանրամասներ չեն փոխանցվում։ ԵԽԽՎ-ում Հայաստանի ազգային ժողովի պատվիրակության ընդդիմադիր անդամներ Արմեն Գևորգյանը, Արմեն Ռուստամյանն ու Հայկ Մամիջանյանը հանդիպել են ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Բորյանա Աբերգի եւ Պիերո Ֆասինոյի հետ։ Հանդիպման ընթացքում հայ պատգամավորները եվրոպացի գործընկերներին ներկայացրել են իրենց տեսակետները հայ-ադրբեջանական հարաբերությունների արգավիճակի, Հայաստանի անվտանգային մարտահրավերների եւ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ։ ԵԽԽՎ լիագումար նիստում ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը Հունգարիայի կողմից Եվրոպայի խորհրդի անդամակցության պարտավորությունների կատարումը թեմայով զեկույցի քննարկման ժամանակ անդրադարձել է մի շարք փաստերի, որոնք ցույց են տալիս Հունգարիայի իշխանությունների վարքագծային օրինաչափությունները։ 2004 թվականին Հունգարիայում ՆԱՏՕ-ի ուսումնական ծրագրի ընթացքում ադրբեջանցի զինվորականը կացնահարելով սպանեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին, հայտարարել է Հայկ Մամիջանյանը։ Մեջբերում եմ նրա խոսքից մեկ հատված։ 2012-ին Հունգարիան նրան արտահանձնեց Ադրբեջան, որտեղ մարդասպանը ներում ստացավ կոչում եւ բնակարան։ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը դա անվանեց անընդունելի, հետագայում բացահայտվեց, որ հենց այդ օրերին ավելի քան $9 միլիոն է փոխանցվել Բուդապեշտի բանկերից մեկի հաշվին, սակայն Հունգարիան մինչ օրս հայ ժողովրդից ներողություն չի խնդրել։ Այսօր էլ տեսնում ենք նույն վարքագծային օրինաչափությունները Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվելիք ռազմական աջակցության հարցում Հունգարիան վետո դրեց, մինչդեռ մի քանի ամիս առաջ Բուդապեշտն արդեն պայմանագիր էր կնքել օգնելու Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում վերակառուցման աշխատանքներում, հայտարարել է Հայկ Մամիջանյանը։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը պահանջում է Ադրբեջանից Բաքվի բանտերում պահվող 23 հայ գերիների պահման եւ առողջական վիճակի մասին հաշվետվություն ներկայացնել վերջնաժամկետ սահմանելով նոյեմբերի 4-ը։ Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը փոխանցել է, որ դեռևս հուլիսին ադրբեջանական կողմը միջնորդել էր վերացնել հաշվետվություն ներկայացնելու իր պարտականությունը, սակայն Հայաստանի կառավարության եւ Եվրոպական դատարանում գերիների ներկայացուցիչների առարկություններից հետո դատարանն ի վերջո մերժել է Ադրբեջան միջնորդությունը եւ պարտավորեցրել Բաքվին հայ գերիների մասին տեղեկություն ներկայացնել։ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանն է հանդիպում ունեցել կոնգրեսական Աբրահամ Համադեի հետ։ Ինչպես հայտնում են դեսպանատնից, զրուցակիցներն անդրադարձ են կատարել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի նախագահի եւ Միացյալ Նահանգների նախագահի համատեղ հռչակագրին։ Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ երկկողմ օրակարգի հետագա զարգացման ու խորացման հեռանկարներին։ Առաջնորդ շարունակում ենք թողարկումը, ներկայացնենք արդեն մի քանի լուրեր միջազգային լրահոսից։ Եվրամիության առաջնորդները դեռևս կոնսենսուսի չեն եկել Ուկրաինայի կարիքների համար ռուսական սառեցված ակտիվներն օգտագործելու գաղափարի հարցում։ Կոպենհագենում ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։ Ավելի վաղ Կրեմլը հայտարարել էր, որ դատական հետապնդում կկիրառի այն անձանց եւ երկրների նկատմամբ, որոնք կյուրացնեն սառեցված ռուսական ակտիվները կամ դրանցից ստացված շահաբաժինները։ Մոսկվան բաց է լուծելու ռուս-ուկրաինական ճգնաժամը դիվանագիտական բանակցությունների եւ քաղաքական շփումների միջոցով, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։ Լրագրողների զրույցում Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը նախընտրում է ամրապնդել իր զինված ուժերը, միևնույն ժամանակ հավատարիմ մնալով խաղաղությանը։ Խոսելով Պուտին-Զելենսկի հանդիպման հավանականության մասին, նա ընդգծել է, որ բարձր մակարդակի շփումները չեն կարող ինքնանպատակ լինել, դրանք չեն օգնի հակամարտության համապարփակ կարգավորմանը, եթե մանրակրկիտ չնախապատրաստվեն։ Պեսկովն հավելել է, որ այժմ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցային գործընթացում դադար է։ Նրա խոսքով ռուսական կողմն ուշադիր հետևում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին։ Կրեմլի խոսնակը մեկնաբանել է նաեւ Ուկրաինային ռուսական ակտիվներից ստացված եկամուտներից 4 միլիարդ եվրո փոխանցելու Եվրահանձնաժողովի որոշումը։ Ակնկալվում է, որ 2 միլիարդը կուղղվի ԱԹՍ-ների արտադրությանը։
Պեսկովի խոսքով դա կքանդի սեփականության անձեռնմխելիության սկզբունքի նկատմամբ վստահությունը։ Եվ վերջում ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հաղթահարել է եւս մեկ եզրագիծ, դառնալով պատմության մեջ առաջին մարդը, որի կարողությունը կազմում է 500 միլիարդ ԱՄՆ դոլար։ Էլեկտրական ավտոմեքենաների արտադրողի բաժնետոմսերի գինը գրեթե կրկնապատկվել է, երբ Մասկը ապրիլին հայտարարեց, որ Տեսլային ավելի շատ ժամանակ տրամադրելու համար հրաժարական է տալիս կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնից։ Այսքանն ենք առանձնացրել լրահոսից այս ժամի համար, հետևեք իրադարձությունների զարգացմանը, Ռադիո Լուրի եթերում խոսափողի մոտ աշխատեց Արմինե Գևորգյանը։ Սուրճ ու սեր առավոտից։ Searching for balance, praying for clarity. My strip me naked. Take this identity. Tell me it's unity. In Lakesh, I am yo, I'm in. Searching for balance, praying for clarity. My strip me naked. Take this identity. Tell me it's unity. In Lakesh, I am yo, I'm in. I wear clothes I like to hide, so no one knows what I'm made from. Deep in my soul, taken from home, so far we stroll. Deep in these roads, think we control this, we don't, but we could. I wish we would throw away these phones, get a bit more holy, see the world more slowly, take time, smell roses. Searching for balance, praying for clarity. My strip me naked, take this identity, tell me it's unity. In Lakesh, I am yo, I'm in. Searching for balance, praying for clarity. My strip me naked, take this identity, tell me it's unity. In Lakesh, I am yo, I'm in. See, all I know is that I know nothing a TARDIS is so mystical, magical. And no, we don't know our potential. How could we? When they lie, they cast spells and they thrive, dropping bombs from the skies like we are not stars. Inside me there's a war, Jeremiah. Searching for balance, praying for clarity. My strip me naked, take this identity, tell me it's unity. In Lakesh, I am yo, I'm in. Searching for balance, praying for clarity. My strip me naked, take this identity, tell me it's unity. In Lakesh, I am yo, I'm in. Սուրճ ու սեր առավոտից։
10-10 վերադառնում ենք ուղիղ եթեր եւս մեկ անգամ բարի լույս բոլոր նրանց ովքեր նոր են մեզ միացել այսօր հոկտեմբերի 2-ն է օրը 5 շաբթի Եվ այսօր էլեկտրոնային նամակի օրն է բայց մենք որոշել ենք որ ձեզ պիտի հակառակի մասին խոսենք եւ ասենք որ որքան էլ որ էլեկտրոնային նամակը հեշտացրել է եկեք դա բացառապես օգտագործենք աշխատանքի համար որովհետեւ շատ հարմար է բայց եթե պիտի զգացմունքային լինի ապա շատ ավելի լավ կլինի որ այն գրեք ձեռագիր եւ կարողանաք ամբողջ հույզերը ձեզ փոխանցել իդեպ ես մի քանի հետաքրքիր բան եմ առանձնացրել պատմության մեջ առանձնահատուկ հնչեղություն ունեցող նամակներին եմ ուզում անդրադառնալ որոնցից մի քանիսը շատ հայտնի են դարձել ոչ միայն բովանդակությամբ այլև այն առումով որ երբ գրվել են, հա, օրինակ Աբրահամ Լինքոլնի նամակը որդու ուսուցչին շատերն այն համարում են կրթության եւ մարդասիրության դասական ուղերձ, իսկ Վան Գոգի նամակները իր եղբորը Թեոին բացահայտում են նրա ներքին ապրումները, հոգեկան պայքարը, ստեղծագործական աշխարհը, այս տխուրեր էս մասը շատ Ալբերտ Քամյուի նամակը ուսուցչին Նոբելյան մրցանակ ստանալուց հետո երախտագիտությամբ լի նամակ էր, որը դարձել է ուսուցչի եւ աշակերտի կապի խորհրդանիշ տեսեք այս նամակները որքան կարևոր դեր են խաղացել Սամյոն դե Բովարի եւ Ժան-Պոլ Սարտրի փոխանակած նամակներն են նաեւ շատ առանձնահատուկ դրանք ցույց են տալիս ոչ միայն մեծ սեր այլև փիլիսոփայական մտքեր եւ խորհրդային շրջանի զինվորների նամակները երկրորդ համաշխարհայինից շատերը պահպանում են որպես կենթանի վկայություն մարդկային ցավի եւ հույսի ու այս պահին երբ փաստն էի խոսում ես հիշեցի որ մենք պատերազմի ժամանակ որքան նամակներ էինք ձեռագիր գրում ու ուղարկում զինվորներին բայց դա ուրիշ ջերմություն էր փոխանցում երիտասարդներին ու հաճախ այդ նամակները ուղղակի չգիտեինք ում են տեղ հասնելու բայց գրում էինք ու դրանք իսկապես ջերմություն ու ուժ էին տալիս մեր տղաներին գուցե ժպիտ պարգևում չգիտեմ նամակի ուժը բոլորովին այլ է որովհետև երբ դու որևէ մեկին բան ես ուզում ասել այդ ժամանակ դու մնում ես ինքդ քեզ հետ կարծես մենախոսություն լինի, որը երկխոսություն է դառնում։ Եվ այո, իսկապես ձեռագրի միջոցով փոխանցում ենք այդ ամենը։ Վան Գոգի մասին նշեցիր, Լուսինե, վերջերս երբ նրա թանգարանում էի, հենց Ամստերդամում, մի ամբողջ ցուցասրահ հենց նվիրված էր նամակներին, եւ բնականաբար այս մեր թվային դարում շատ գեղեցիկ էր դա ներկայացված, որոշ բաներ հնարավոր է նաեւ լսել։ Իր երկխոսայինով, հին այսպես ընկալուչ կար, որ դնում է իր ականջիդ եւ լսում էր։ Լուրջ ես ասում, ինչ հետաքրքիր լուծում են մտածել։ Էպես որ այդ նամակները շատ ուրիշ աշխարհ կարող են տանել ձեզ, այսօր վերցրեք թուղթուկրիչ ու գրեք ձեր սիրելիներին։ Դա կարող է լինել ձեր մայրիկը, ձեր դուստրը, ձեր սիրելին, ձեր եղբայրը, ձեր քույրը։ Ընտրեք ում եք ուզում ինչ-որ բան ասել։ Անանուն նամակները։ Անանուն նամակները ամենալավն է, չափը չանցնեք, նորմալ բաներ կգրեք։ Սա էլ է շատ հումոր իհարկե եւ իդեպ կան հայտնի հումորային նամակներ գիտեիր Ինչ տեսանկյունից Օրինակ Winston Churchill-ն իր կնոջը միշտ կատակով նամակներ էր գրում եւ ասում էր երբ նա խորհրդարանում չափազանց երկար նիստի էր մասնակցում իր սիրելին մեկ անգամ գրել է իմ սիրելի դու ավելի շատ կկարոտես ինձ քան ես քեզ բայց մի անհանգստացիր ես ավելի շատ սիրում եմ քեզ քան դու ինձ Սա զվարճալի պատմություններից փոքրիկ ինչ որ հատված է եւ կան էլի զվարճալի պատմություններ որ անպայման ուզում եմ ձեր ուշադրությանը ներկայացնել բայց ունենք զանգ Ասում ենք բարի լույս Դուք եթերում եք Բարև ձեզ Ինչպես եք Լուսինե ջան, Սևակ ջան Լավ ենք Տիկին Ալիսա ջան, դուք ինչպես եք Լավ եմ Քանի որ այսօր էլեկտրոնային նամակի օրն է Այո Ճիշտ ասած ուզեցի անպայման միանալ եւ զրուցել ձեզ Ես նամակներ շատ եմ սիրում Բայց իրական նամակները, հուզումնալից նամակները ավելի հետաքրքիր են, քան էլեկտրոնային նամակները։ Հենց դրա մասին էլ խոսում ենք։ Միանշանակ։ Հուզանված նամակները մի ուրիշ զգացողություն է մեզ համար։ Այո։ Ես նամակ գրել իհարկե շատ եմ սիրում։ Սիրում եմ, եթե կարոտում եմ իմ ծանոթներին, թեպետ նրանք ապրում են Հայաստանում, ես անմիջապես թուղթուկրիչը վերցնում եւ նամակ եմ։ Ինչ հետաքրքիր է։ Այո, դրանով ես հոգեպես հանգստություն եմ զգում եւ
Իհարկե իրենք չեն պատասխանում, իրենք ինձ պատասխանում են հեռախոսով, բայց միևնույն է, ես էլի նամակ եմ գրում։ Կարևորը ձեր մտքերը տեղ են հասնում։ Շնորհակալություն Տիկին Ալիսա ձեր փորձառությամբ կիսվելու համար, անչափ շնորհակալ ենք։ Շարունակեք նամակներ գրել, եղեք համար, մի հանձնվեք։ Անկախ նրանից ձեզ նամակով են պատասխանում, Ու ես հիշեցի մի փորձառության մասին։ Մենք լուծում էինք գտել, ես ու շատ մտերիմ ընկերուհիս Աննան անդադար վիճում էինք իրար հետ, ու քանի որ երկուսս էլ ակտիվ էինք ու իրար հերթ չէինք տալիս, մեր վեճը վերածվում էր պատերազմների, որպեսզի կարողանայինք մեր հարաբերությունները կարգավորել եւ լուծում գտնել։ Մենք եթե խնդիր կար ինչ-որ բան, մենք այսպես դեմարդեմ չէինք վիճում իրար հետ, մենք նամակով էինք գրում։ Եվ այդ ժամանակահատվածը շատ տարին 20 տարի առաջվա բան եմ ասում, նույնիսկ ավելի, հա։ Մենք նամակով էինք գրում մեր մտորումները եւ իրար էինք փոխանցում, հետո պատասխանում էինք, ու այդպես ստացվում էր, որ մենք կարողանում էինք իրար լսել այս բaragam եւ գրում էինք ռուսերեն, որպեսզի բացենք լեզունել էինք աշխատացնում այս բaragայում եւ շատ հետաքրքիր փորձառություն էր։ Ես այդտեղ սովորեցի մարդկանց լսել այդ տարբերակով։ Իսկ հիմա իսկապես արդեն նամակ ուղարկում ենք, ուզում ենք նույն վարքյանին պատասխանի, 2 րոպե անցավ չի պատասխանել, ինչու չի պատասխանել, սին է տվել չի պատասխանել, ու չի պատասխանել։ Մի եղեք այդպեսին, եթե նայել եք պատասխանեք, եթե չեք կարող այդ պահին նայել, մի բացեք, որ չերևա որ նայել եք ու չեք պատասխանել, որովհետև հենց բացեցիք, հետո կմոռանաք, որ դուք չեք պատասխանել։ Հաճախ թողնում ես մուգ գույնով, որպեսզի բաց չթողնես եւ կարողանաս։ Ես ուզում եմ ծիծաղաշարժ նամակներից Մոցարտի նամակին անդրադառնամ, մանկական նամակները փոքր տարիքից նա գրում էր եղբորը ընկերներին զավեշտալի կիսաանիմաստ նախադասություններով, բառախաղերով, կատակներով, օրինակ մեկում նա կեսեջ գրել էր միայն միաու, կատվի լեզվով եւ մեկ անգամ էլ զարմուհուն էր նամակ գրել կատվի անունից ու սկսվում էր սովորական կարծես միաու, ես եմ քո կատուն, միաու, տամ մնացածը դու կարդալ, ինչու ես մենակ տանջվեմ։ Ես սիրում եմ, երբ դու կորում ես իմ գլուխը, միաու, բայց չեմ սիրում, երբ ուշ ես սնունդ տալիս, միաու։ Ես հիմա նստած եմ սեղանի վրա ու նայում եմ քեզ, միաու, հիմա գրում եմ գրր։ Սա էլ Մոցարտի կատակներից, այսպիսի նամակներ էր գրում Մոցարտը։ Այստեղ մեր Գոհարն ասում է, Գաբրիելյան հնչյունային ռեժիսոր ականջակալը միացրեց ու ասում է, իրեն կարելի է նահանջարել, իհարկե միանշանակ։ Դրա համար էլ այս նամակները ուշադրության են նայել ու դարձել։ Մենք էլ ունենք նամակներ, մեկնաբանությունների տեսքով, Օլիա Սահակյանը բարի օր բոլորին, մաղթել է մեզ Facebook-ում, Էրիկնաս Կարեյանը ես ձեզ շատ եմ սիրում, արդեն գիտես, եւ Վարդիշահ Նանո Խաչատրյանը բարի առավոտ է։ Եվ իհարկե Arm-Radio.am կայքում լայվի զրուցարանում ունենք ողջույն, Գայանեն է մեզ ողջունում, ասում է բարի լույս, ջերմագին ողջույններ եւ բարի գալուստ մեր տուն։ Շատ ուրախ ենք, որ նաեւ ընտրել եք այս զրուցարանում գրելու տարբերակը Arm-Radio.am-ի միջոցով։ Մենք սպասում ենք, որ այնտեղ կլինեք ակտիվ եւ գրառումներ կկատարեք։ Իդեպ քիչ անց րոպեներ անց մենք միասին արդեն այսպես ասած հետաքրքիր զրույց կունենանք, համաձայն ես, չէ՞, ինձ հետ ես կարծում եմ նամակներից շատ հեռու չենք գնալու, որովհետև զուգահեռներ ենք անցկացնելու նամակների հետ։ Այնպես որ մնացեք մեզ հետ 553702 հեռախոսահամարի մասին էլ մի մոռացեք։ Այո, եւ ձեր փորձառությամբ կիսվեք։ Taking time with other women that ain't me, but I've been reviewing medications. Till I got my hands on it, I'ma tell
need you to tell me, baby, where the hell is my husband? What is taking him so long to find me? Oh, baby, where the hell is my lover? Getting down with another. Tell him if you see him, baby, if you see him, tell him he should hide. Tell him I'm kind. Tell him I got brown eyes and a grown feel it. If he doesn't find me now, I'm gonna die. Lose a penny. Hurry up, hiss. I want it. I like a ring. I would like a diamond ring on my wedding finger. I'm like a big and shiny diamond that I can wave around and talk about it. And when the day is here, give me color, I can never doubt it. Until death, I do. Is he a bite? This man is testing me. Help me, Lord. I need you to tell me, baby, where the hell is my husband? What is taking him so long to find me? Oh, baby, where the hell is my lover? Getting down with another. Tell him that my grandma said it. Your husband is coming. I would like a ring. I would like a diamond ring on my wedding finger. I would like a big shiny diamond. The station with the best music. Best music. I love the music. Best music. Մենք էլ ենք շատ սիրում երաժշտություն եւ առանց երաժշտություն կյանք չկա, առհասարակ կարծում եմ ես, որ երաժշտությունը սինթեզող արվեստ է եւ ցանկացած որևէ ցուցահանդեսին, ֆիլմում եւ այլն ամբողջացնում է հենց ճիշտ երաժշտությունը։ Այո, եւ միշտ ուղեկցում եմ ես, անկախ նրանից այդ բանին շատ զբաղված ենք, թե մի փոքր ռելաքս է, Հաճախ ականջակալները միշտ։ Այո, եթե առանց ականջակալի տանից դուրս եկա, դա չստացված է։ Ապրես, նույնիսկ ավելի լավ է հեռախոսը մոռանանք, քան ականջակալները, թեպետ այսօր հեռախոսը զուտ հեռախոս չէ եւ այդ երաժշտությունը որ լսում ենք հենց հեռախոսի միջոցով է նույնիսկ նամակ գրելիս միացրեք այդ ճիշտ երաժշտությունը որպեսզի ավելի ամբողջական դառնան ձեր մտքերը եւ հայտնվեն թղթին որը հետո կարդալու են մարդու ուղղված է եւ մենք այսօր սահուն անցում կկատարենք երաժշտությանը այն ոլորտին այն ժանրին որտեղ կարծես ամեն երգը մի նամակ լինի մենախոսություն որը դառնում է երկխոսություն կամ հանդիսատեսի համար խոսքը հեղինակային երգերի մասին է եւ ճիշտ ժամանակն է որպեսզի ողջունենք մեր հյուրին ինչ կարծիք Այո, ողջունենք, մանավանդ երաժշտական գործիքով եք եկել, հեղինակ կատարողները առանց գիտարի չեն կարող պատկերել։ Եվ մենք ճիշտն ասած սկզբում ասացինք կարող եք գիտարը դնել կողք, հետո հասկացանք, որ ոչ, Սևակն ասում է չգիտես, երաժիշտներն իրենց գործիքները այդտեղ չեն դնում։ Արեգ Նազարյանն է մեր այսօրվա հյուրը, երգահան, հեղինակ կատարող Բարի Լուիս Արեգ։ Բարի Լուիս Լուսինե ջան, Սևակ ջան, բարի լույս։ Բարի գալուստ կրկին մեր ռադիոյում, դուք մեզ համար շատ սպասելի հյուր եք միշտ։ Շնորհակալ եմ շատ շնորհակալություն հրավերի համար։ Դե մենք գիտենք, որ շատ հետաքրքիր ու կարևոր իրադարձություն է սպասվում, այնպես որ չէինք կարող նաև չկիսվել մեր ռադիո լսողների հետ, բայց մինչ այդ ուզում ենք ձեզ շնորհավորել։ Կրկին հայրիկ դառնալու առիթով իսկապես շատ ուրախ ենք եւ որ թող երեխան մեծանա երջանիկ ու առողջ։ Սա կարծում եմ երկու կարևոր բաղադրիչներն են։ Շնորհակալ եմ, շնորհակալություն։ Արդեն 1 ամիս է, ուղիղ 1 ամիս է, որ ես մի տեսակ սենց երջանկության մեջ չոմփ եմ անում։ Օր ու գիշեր, չնայած որ գիշերները առանձնապես չենք քնում, բայց դա մեծ երջանկություն է։ Դա հաճելի անքուն գիշերներ են, հա։ Իսկ երգեր ծնվել են այս ընթացքում։ Չէ, դեռ չէ։ Դեռ չէ, բայց կլինեն ընդհանրապես ուժեղ իրադարձությունները իմ կյանքում որ տեղի են ունենում, կարիք ունեն ժամանակի։ Պետք է ժամանակ անցնի, որ մարսեմ, որ նստի այդ ամենը, նոր զգացմունքի վրա խոսք դնեմ։ Ահա, հետաքրքիր է։ Վերջին անգամ երբեք նամակ գրել։ Էլեկտրոնային թե ձեռագիր։ Ձեռագիր, էլեկտրոնային, հա, գրում ենք, ուզենք չուզենք։ Ստիպված։ Փոքրիկ ինչ որ ուղերձներ, բաներ, ասենք տանից դուրս եմ գալիս, չգիտեմ ես ինչ է, ինչ տեղն է գտնվում, բան, ես Բարբերաբար անում եմ, բայց մի ամբողջ նամակ չեմ հիշում։ Շատ շուտ է, շատ վաղուց, հա։ Այդ սխալը ուղեք, այսօր գնացեք տուն ու ծովինարին մի սիրուն նամակ գրեք եթերից հետո, լավ եք չէ։ Իրականում
իզուր չասացինք, որ հեղինակային երգերը դրանք կարծես ամեն մեկը մի նամակ լինի, միշտ ասում եմ մի ֆիլմ լինի, բայց այսօր ասենք նամակ, որտեվ խոսում ենք նամակների մասին նաև։ Ինձ շատ դուր եկավ այդ համեմատությունը, ձեզնից առաջին անգամ լսեցի։ Այսօր մենք էլ ենք առաջին անգամ դա ասել։ Գեցեք, կոփիրայթը ձերն է ուրեմն։ Ընդհանրապես հեղինակային երգը ըստ իս երգ չի։ Հեղինակային երգը մտորում է, որով հեղինակ կատարողը կիսվում է հանդիսատեսի հետ, ունկնդրի հետ։ Դրա համար է, որ հեղինակային երգի մեջ օրինակ շատ ուրախ երգեր չկան, երբ որ ասում են ուրախ երգ ենք ուզում լսենք, հեղինակային երգի մեջ կան կատակ երգեր, իհարկե, բայց հիմնականում մեծամասնություն չեն, հիմնականում դա մտորում է, հիմնականում դա ինչ-որ մտքեր են, որ հեղինակ կատարողը կիսում է, այսինքն զրույց է դա գնում, ես ինչ-որ բան եմ մտածում, ասում եմ ձեզ, դուք եթե ձեր վերապրածի, մտածածի մեջ ինչ-որ բաներ կան, որ համադրվում են իմ ասածի հետ, այդտեղ ինչ-որ բան է տեղի ունենում, կամ էլ հեղինակային երգը ունի այդ առանձնահատկությունը, որ կարող է անկալվել շատ յուրովի տարբեր մարդկանց կողմից։ Իսկ կարող է հեղինակային երգը լինել են բանալին բառերը կամ մտքերը, որոնց կարիքը մարդը ունի ու հենց այդ պահին ստանում է իրեն շատ հուզող եւ հարցեր չգտած խնդիրների պատասխանները։ Հեղինակային երգը ես համեմատում եմ ուրեմն ձեն բուդդայականության մեջ կան այսպիսի հանելուկներ, որոնք կոչվում են կոաններ։ Կոանը փոքրիկ զրույց է, փոքրիկ հանելուկ է, երբեմն մեկ տող կամ մեկ բառակապակցություն, որը աբսուրդի ժանրից է։ Բայց ճիշտ ժամանակին ասված այդ խոսքը կարող է ինչ-որ բան արթնացնել մարդու մոտ։ Հեղինակային երգը դրա նման մի բան է երևի թե եւ կարող է իհարկե ճիշտ ժամանակին եթե լսեք ինչ-որ բան արթնացնի, ինչ-որ փոխադարձ մտորումներ եւ զգացմունքներ արթնացնի։ Եվ կարևորը լսենք հեղինակից, որովհետեւ հաճախ հեղինակ կատարողների երգերը երբ ուրիշներն են երգում, համոզը կորցնում է։ Ես սիրում եմ տեսնել ինչպես են հեղինակները երգում իրար երգեր, որովհետեւ այդտեղ կա ինչ-որ համերաշխության մի բան, կամ մի քանի հոգով միասնության, այո, կամ մի քանի հոգով մեկի երգն են երգում, դա մի երևույթ է, որը ինձ թվում է պետք է խրախուսել։ Եթե երգը վերցնում են արդեն փոխում են երգի ժանրը, ոճը, գործիքավորում եւ այլն, երբեմն շահում է, երբեմն չի շահում։ Նայած ինչպես են փոխում։ Ձեզ հետ, այո, ինչպես են զգում նաեւ այդ երգը։ Մենք գովազդային դադար ունենք, օգտագործենք այս թանկ րոպեները օգտագործենք եթերում, հետո կշարունակենք արդեն 553702 մեր հեռախոսահամարն է, կարող եք զանգահարել։ Սուրճ ու սեր առավոտից։ Սուրճ սեր ու հեղինակային երգեր առավոտից շարունակում ենք Սուրճ ու սեր առավոտից ռադիո նախագիծը 10:29 եւ զրուցում ենք հեղինակային երգերի մասին եւ ունենք շատ լավ առիթ, որովհետեւ ամսի 10-ին համերգ է սպասվում։ Այո, Արեգ Նազարյանի մենահամերգը։ Այո։ Ամսի 10-ին ժամը
8-ին երեկոյան Ինչ որ կներեք, նկատել եմ մի բան, որ ներկայացումները համերգները էլ 7-ին չեն սկսվում, կամ 7:30 կամ ժամը 20։ Կոնկրետ այս վայրում հեղինական երգի համերգների այդպիսի ավանդույթ կա, որ սկսվում է ժամը 8-ին։ Դա արդեն շատ վաղուց ամրագրված ավանդույթ է, որը չեք խախտում, որը արդեն չեմ էլ մտածել ժամը քանիսին դնեմ, դրել ենք ժամը 8-ին, որովհետեւ մի ժամը փաստեն վերջի վերջը խցանումները հաշվի առնելով բոլոր միջոցառումները ավելի ուշ են սկսվում, ես այդպես եմ ենթադրում, հա, ու դրանով է պայմանավորված, լավ։ Ինչ է սպասվում այդ օրը։ Ուրեմն, սպասվում է երգ եւ գինի։ Ահա։ Սպասվում է մի ծրագիր, որը ես կազմել եմ իմ տարբեր երգերից, տարբեր տարիներում գրված երգերից, նաև բացի իմ հեղինակային երգերից կլինեն թարգմանություններ, որոնք ինքս եմ արել տարբեր լեզուներից դեպի հայերեն, տարբեր հեղինակային երգիչների արգենտինցի, ռուս, բելգիացի հեղինակային երգիչների թարգմանությունները հայերեն, որոնք ես կներկայացնեմ։ Նաև գիտեք երևի, որ այս ամառ տեղի ունեցավ Հուսո Առագաստ 2025 հեղինակային երգի փառատոնը ինչպես ամեն տարի եւ փառատոնի դափնեկիրներից մեկը կլինի մեր հյուրը, որը կներկայացնի իր կատարումները, հա, խոսքը Աննա Ծատուրյանի մասին է, որը աչքի ընկավ իր յուրահատուկ մատուցմամբ, շատ դուր եկավ եւ հանդիսատեսին, եւ ժյուրիին, եւ ես հրավիրել եմ Աննային մի քանի երգ կատարի։ Այսինքն փառատոնը հրաշալի ճանապարհ հարթեց Աննայի համար եւ Աննան այսօր ստացվեց այնպես, որ հնարավորություն ունի նաեւ ձեզ հետ մեկ հարթակում ելույթ ունենալ։ Այո, փառատոնը ընդհանրապես փառատոնը երիտասարդներին, երիտասարդ հեղինակ կատարողներին եւ կատարողներին հնարավորություն է տալիս հայտնի դարձնել իրենց ստեղծագործությունը, իրենց աշխատանքը եւ կարողանալ մասնակցել արդեն շատ թեքիչ հայտնի հեղինակային երգիչների հետ միասին համերգներում։ Մենք վայրը չնշեցինք։ Այո։ Ուրեմն The Club ակումբ Թումանյան 40 Հա, Թումանյան 40 ամսի 10-ին ժամը 8-ին տեղերը կարելի է ամրագրել 53 13 61 հեռախոսային համարով։ 53 13 61 Այդ ակումբը միշտ աչքի ընկնում որակյալ երաժշտություն հրամցնելով եւ շատ հաճելի է։ Առանձնացված տեղ կարծես լինի մեր մայրաքաղաքում։ Այո, սիրում ես գնալ այնտեղ։ Շատ։ Լավ, շարունակենք այս պարագայում ես մտածում եի գիտարը ձեր ձեռքին է, ասում եի սովորաբար երեխաների համար շատ կարևոր է, երբ լսում են մայրիկի երգերը։ Այս պարագայում ոնց որ թե հայրիկի երգերն է, հա, լսում երեխա։ Մայրիկի երգերն էլ է լսում, մայրիկն էլ է երգում, մայրիկը հատկապես երգում է Հայրիկ Մուրադյանի երգերը երեխայի համար։ Հա, դեռ չծնված, այո, դեռ չծնված երեխան լսում էր մայրիկի փորիկի մեջ, երեխան լսում էր Հայրիկ Մուրադյան։ Ես էլ եմ երգում իհարկե, երգում եմ հայկական ավանդական երգեր երեխայի համար քննացնելուց, երգում եմ լատինամերիկյան երգեր, հեղինակային երգերը բաղոր մնացին։ Նաև հեղինակային երգեր, հա, նաև դե հեղինակային երգերը մի քիչ շատ լուրջ են քննացնելու համար։ Դուք մի թերագնահատեք նրան։ Եթե մանավանդ Հայրիկ Մուրադյանը լսել դեռ չծնված։ Հա, էլի։ Իսկ մեր համար ինչ կերգեք հիմա։ Լուրջ երգ։ Ինչի մասին է։ Երգը կոչվում է Ձեռքը տուր, երգը համերաշխության մասին է։ Ահա, ինչի կարիքը ունենք այսօր առավոտյան երգերը։ Համերաշխությունը նրա մասին չէ, որ բոլորս մտնենք մի կուսակցություն ու կարմիր դրոշներով դուրս գանք հրապարակ։ Համերաշխությունը սկսվում է շնորհակալություն, կներես, խնդրեմ, համեցեք բառերից։ Համերաշխությունից։ Ապրումակցումից։ Համերաշխությունը սկսվում է երեկոյան բարձր երաժշտություն չմիացնելուց։ Համերաշխությունը սկսվում է հերթ կանգնել սովորելուց։ Չախտոտելուց փողոցը։ Չախտոտելուց։ Համերաշխությունը հենց այն հիմքն է, որ կառուցվի, որի վրա պիտի կառուցվի հասարակությունը։ Լավ հասարակությունը։ Այո։ Լսենք երգ։ Գնացինք։ Երկար խոսքը բազգիտ կոտրած վիրակապ չի դառնա օտար
Այ այս ամենը նրանից է գալիս, որ ես գիշերները չեմ քնում, վառերը մոռացա։ Բայց սա հետաքրքիր է։ Ինձ որ հարցնում են հիմա ո՞նց ես քնում գիշերը, ասում եմ մանկական քնով։ Դա գիտեք որ այն որ 2 ժամը մեկ զարթնում ու լաց ես լինում։ Նորից սկսենք։ Հիշեցիք բառերը։ Երևի էլի ընթացքում կգամ։ Լա արեք այդ բառերը որ չեք հիշում։ Դե տեսնենք մի բան կստացվի։ Երկար խոսքը բասկիդ կոտրած վիրակապ չի դառնա Սուտ ընկերը մարդից կորած իրական չի դառնա Խայտարակություն այլի եմ Դե լավ ոչինչ, եկան հաճելի է Այս է հեղինակային երկը դուք մոռանում հեղինակային ես ուրիշ երկ հա մոռանում եմ Եկեք մենք կարևորը մեսեջը փոխանցեցինք արդեն համերաշխության թե որն է Եկեք ես ուրիշ երկ մեկ ուրիշ երկ կատարեմ Գիշերը կանցնի Բոլոր գիշերներն էլ անցնում են Հալչում վաղորդյան Աղոտ լույսի մեջ սառնաշունչ Ընկեր դիմացիր Այս ճամփիկեսը դեռ առջևում է Պիտի դեռ քայլենք մենք Դեպի մեր սարերն անտրտունջ Սարերը հեռվից Կանչում կարոտում ու հիշում են Երգերը մեր հին Ձայները խելար ու ջահել Այնտեղ հարցականքը Բարբար պապիտ ճանաչում է Բոլոր կածաններն են նրա ճամփեքին չափ տվել Ընկեր հերը զարթնացիր ճամփեքը արդեն սպիտակում են Որքան էլ բեռներ լինեն ծանրացած քո ուսին Գլխիդ վերևում նորից խռովում կուտակվում են Վաղվանցնելիք ու անզոր քարաթափ ու հուսին Դևեր կացնկեր նորից արթնացան քամիները Ստի քամիներ որ փշրվելու են կամքիդ Արդեն մթան մեջ Ինչ-որ մեկի ցածր ձեռքերը Սրել են դաշույնը, որ կոտրվելու է կրծքիդ Ընկեր դիմացիր Մեր կյանքն էլ երկար մի արշավ է Այս ձյունը սպիտակ Քեզ չի դառնալու անկողին Բարձրում աղբյուրները դեռ կհագեցնեն քո ծարավը ու դու կժպտաս տեսնելով հետևից եկողի Շնորհակալություն Ահա այսպեսի երգեր կարող եք լսել այո այս ամսվա 10-ին The Club-ում Հոկտեմբերի 10-ին է ժամը 20-ին, բայց նախապես ձեռք բերեք տոմսեր, որպեսզի խնդիր չառաջանա։ Իդեպ Օլյա Սահակյանն ասում է հեղինակային երգը յուրօրինակ փիլիսոփայություն է եւ հաջողություն եմ մաղթում ձեզ։ Շնորհակալ եմ շատ։ Ուզում եմ հասկանալ հեղինակային երգերը ինչպես են ծնվում։ Հենց այդպես նստեցիր, հետո ինչ որ ձեր մտքերն են ու մտորումներն են, բայց ցանկացած պահի կարող են գալ եւ շատ արագ պիտի դրանք ֆիքսեք։ Երբեմն կարող են գալ շատ արագ, երբեմն կարող են գալ շատ դանդաղ, ամիսների, միգուցե նաև տարիների վերապրածի արդյունքում։ Եթե խոսքը գնում է տեխնիկական կողմի մասին, երկու տարբերակ կա կամ
գալիս է խոսքը, որի վրա դրվում է երաժշտությունը, կամ ընդհակառակը գալիս է ինչ-որ մի մեղեդի, որը մտմտում ես շաբաթներով, եւ հետո երբ որ արդեն համապատասխան նյութ կա, բառանյութ խոսքեր կան, կարողանում ես փորձել հարմարեցնել այդ խոսքերը երաժշտությանը։ Այս երկրորդ տարբերակը ըստ իս մի քիչ ավելի վտանգավոր է այն իմաստով, որ խոսքը կարող է տուժել, եթե դու փորձում ես կտրատել կողքերից, որպեսզի վանկերի թիվը համապատասխանի մեղեդուն, այդտեղ կարելի է խոսքը կարող է տուժել։ Դրա համար ինձ համար ամենաճիշտը, ամենալավ մեթոդը սկզբից խոսքն է, հետո նոր երաժշտությունը։ Այսինքն երաժշտությունը մեղեդին այսպես ասած հարմարեցնում ենք խոսքին։ Չէ՞ որ հեղինակային երգը առաջինը երկխոսությունն է։ Այո, մեղեդին հարմարեցնում ենք խոսքին։ Մեղեդին դա այն ռելսերն են, որի վրա խոսք գնացքը պիտի հասնի տեղ։ Ահա, գեղեցիկ ձևակերպում էր։ Իդեպ հենց խոսում ենք նամակներից, ձեռագիր են, տպագիր, թե այլ տեսակով, այդ ձեր տեքստերը ինչպես եք պահում մտքում։ Շատ լավ հարց է։ Թե գրում եք ինչ-որ միտեղ։ Ունեք բլոկնոտ, որտեղ ամբողջությամբ այդ բառերը գրված են։ Բլոկնոտներ ունեմ, բայց գրում եմ, հետո գցում եմ, որովհետև դրանք բան են սևագրերի համար են, հետո երբ որ ես դրանք ֆիքսում եմ էլեկտրոնային տարբերակով, արդեն թուղթը էլ չեմ պահպանում։ Տեղ ես պահեցի։ Էլի էլեկտրոնային։ Բայց տես, ֆիքսի մի կարևոր բան, թուղթը գրիչով գրում է, որովհետև այդպես ուղիղ ավելի լավ է ֆիքսում։ Միգուցե դրանից է որ խոսքերը մոռացա քիչ Հա, ոչինչ դե, այդպես էլ է լինում, բայց այստեղ էլ համոհոտ կար այդ խոսքերը մոռանալու հետ կապված։ Ես հետաքրքիր մի բան ինձ համար բացահայտեցի, ես էլ զարմացա այդ մտքից, ասում եմ նամակները դրանք մենախոսություններ են, որոնք դառնում են երկխոսություն։ Հա։ Դե ցանկացած դեպքում այդ թռչունը որ բաց ես թողնում, հետո սկսում ապրել իր սեփական կյանքով։ Այդ երգը երբեմն ինքդ էլ ես մոռանում այդ երգը, հետո քեզ վերադարձնում են, հանդիսատեսը գալիս է ասում է, այս ինչ տվին դու sense մի երգ ես երգել, ես արդեն մոռացել եի, կան այդպիսի դեպքեր եղել են, ես իսպար մոռացել էի արդեն, որ նման երգ ունեի, բայց պարզվեց որ ունեի։ Ինչ հետաքրքիր է։ Ես համոզված էի, որ չունեի, հետո փորփրելով պատահաբար գտա այդ տողը, որ դուք սխալ էիք ձեր երկրպագը։ Այո։ Իսկ ինչպիսին է հեղինակային երգի հանդիսատեսը։ Ինչով է տարբերվում։ Չեմ կարող համեմատություն անել, բայց հեղինակային երգի հանդիսատեսը, ինչպես ասում է Զորիկյանը, հատնտիր հանդիսատես է։ Հատնտիր։ Այո։ Ինտերակտիվության մասը հասկանանք, հա, որովհետև հեղինակային երգը համերգը դա ուրիշ է։ Շատ մտերմիկ միջավայր է։ Զրույց կարող է լինել, հանդիսատեսը կարող է ձեզ այդ երգել, հենց տեղից, մի քիչ այդ մեկնաբանել միգուցե։ Մեր հանդիսատեսը դառնում է մեր ընկերը։ Մենք միասին երգում ենք, մենք միասին մի գավաթ գինի ենք խմում, մենք զրուցում ենք հետո իրար հետ, անծանոթ մարդիկ դառնում են ծանոթ, դառնում են մտերիմ։ Մեր հանդիսատեսին կարելի է ասել անուն ճանաչում ենք արդեն, հա։ Եվ այդ էներգիան, որը հանդիսատեսը մեզ փոխանցում է, շատ կարևոր է։ Ես ինչի եմ շարունակում երգեր գրել, երբեմն թևաթափ եմ լինում, երբեմն ցանկություն չեմ ունենում այլևս որևէ բան կիսելու, որևէ բան ասելու, որևէ բան գրելու, ինչպես օրինակ 44 օրյայից հետո էր, բայց հանդիսատեսը եւ ընկերները ստիպում են ոչ թե բառից բուն իմաստով, այլ պարզապես այն փաստը, որ նրանք սպասում են, որ ինչ-որ բան ես ասելու, արդեն կարևոր խթան է։ Շատ բարի, եւս մեկ անգամ հիշեցնենք, հոկտեմբերի 10-ին կարող եք մասնակցել հեղինակային երգի հրաշալի երեկոյի։ Երկխոսության, այո, լսել ձեր սիրելի երգերը, նաեւ նոր երգեր եւ ինչու ոչ, եթե հեղինակ կատարողն էլ մոռանա ինչ-որ երգ, հուշեք, որպես երկրպագ ունենա։ Այստեղ ռադիո լսողներն են զանգահարել, նորից են ուզում վայրը հասկանալ, որտեղ է տեղի ունենալու։ The Club-ում է լինելու վայրը։ Վանյան փողոց։
Թումանյան 40 հասցեով։ Թումանյան 40 հասցեով ժամը 20-ին հոկտեմբերի 10-ին մենք մաղթում ենք ձեզ առավել քան ջերմ երեկո այդ օրը, որպեսզի այդ էմոցիաները լինեն փոխադարձ, որովհետև շատ ենք խոսում, որ այս գեր ժամանակակից աշխարհում էմոցիաներն են քչացել, այդ հույզերի պակասն ունենք ու կարծում ենք, որ հեղինակային երգերը լրացնում են այդ հույզերի պակասը ու կկտրեն շատ առօրյայից, կտանեն ուրիշ աշխարհ։ Ես ու Աննան ամեն ինչ կանենք, որ այդպես լինի։ Դե ձեզ հաջողություն ենք մաղթում։ Շնորհակալություն ենք հայտնում, որ վաղ առավոտյան այստեղ եք։ Իդեպ նաև Ֆարգելի ռադիոլսողներ մեկ գաղտնիք էլ բացեմ, որ որը ժամանակ անց Սարեկ Նազարյանը նաև լինելու է երաժշտական առավոտի մեր շատ սպասված հյուրը, եւ դուք ժամ ու կես շաբաթ առավոտյան հնարավորություն կունենաք վայելելու ու լսելու հեղինակային երգեր Սարեկ Նազարյանի կատարմամբ, դա կլինի ավելի ուշ, համերգից հետո։ Շնորհակալություն, շատ շնորհակալություն, անպայման կանենք դա։ Այո։ Հիմա Արեգ Նազարյանի արդեն ձայնագրություններից մեկը լսենք։ Այս անձրևի ամեն գաթիլը ծով է, ուրիշ ոչինչ, իմ ճանապարհն անձրևների միջով է, ուրիշ ոչինչ, օտար երկնում, աստղերը անծանոթ են, ուրիշ ոչինչ, առանց կանչող աստղի ապրելն ամոթ է, իսկ ուրիշ ոչինչ։ Հորիզոնից այն կողմ արևն արթուն է, ուրիշ ոչինչ, կապույտ սարին արդեն իջել է դյունը, ուրիշ ոչինչ, ճամփի եզրին, առուն տեսքիդ ծարավ է, ուրիշ ոչինչ, առանց սպասող մեկի քայլելը ցավ է, իսկ ուրիշ ոչինչ։ Այս անձրևի ամեն գաթիլը ծով է, ուրիշ ոչինչ, իմ ճանապարհն անձրևների միջով է, ուրիշ ոչինչ, իսկ իմ կարոտն անգամ համրիցը լուռ է, ուրիշ ոչինչ, մի առավոտ կամաց։ Իսկական եղանակին համահունչ երաժշտություն է Արեգ Նազարյանի ուրիշ ոչինչ ստեղծագործությունն ենք լսում։ Հաճախ ուրիշ ոչինչ պետք չէ, պետք է անկեղծություն, պետք է սեր, սիրո արտահայտում եւ որ ամենակարևորն է հասկացվածություն, Այո, հատկապես մեր օրերում, երբ մենք իրար լսում ենք, որպեսզի արագ հետ պատասխանենք, այլ ոչ թե միմյանց հասկանանք, բայց ահա մեր ռադիոլսողները շատ Իսկ ինչ ռոմանտիկ ռադիոլսողներ ունեն։ Գեղեցիկ նամակներ են գրել օրվա թեմայի վերաբերյալ, հիմա հերթով դրանք ընթերցենք։ Գնացինք։ Եվ այսպես Օլիա Սահակյանի մեկնաբանությունը դու կարդալ Լուսինե։ Լավ, ես կարդամ 48 տարի առաջ ծնվեց մեր առաջնեկը, ամուսինս նամակ էր դրել ուտելիքների մեջ եւ ուղարկել հիվանդանոց։ Դա մի հրաշք սիրո խոստովանություն է։ Ես այն պահել եմ, երբեմն երբ տխրում եմ, կարդում եմ, նորից հիշում եմ այդ օրերը եւ երջանիկ եմ զգում։ Հրաշք եք դուք, իսկապես ես էլ։ Դուք հիմա հասկացաք ինչքան կարևոր են այդ սիրուն ջերմ խոսքերը, որոնք թղթին են հանձնված։ Էրիկնաս Կարեյանն է գրել, ճիշտ եք ասում, թղթի վրա գրված նամակները ուժ ունեն, նաև կարոտ, սեր, էներգիա։ Հիշեցի եղբորս բանակից ուղարկած նամակները, երբ նամակատարը բերում էր, մամաս կարդում էր ու կարոտն աչքերին մի քանի անգամ համբուրում էր գրված նամակը, ասելով, որ տղուս ձեռքն է կպել այդ նամակին։ Նոր եմ հասկանում, որ եղբորս կարոտներ առնում։
Ինչ հետաքրքիր է, չէ։ Նամակի ուժը այդուհանդերձ գրած նամակի ուժը ոչ մի ուրիշ բան չունի, որքան էլ սմայլիկներ հորինվեն, որոնք կփոխանցեն մեր հույզերը, գիֆեր, դրանք չեն կարող փոխանցել այն իրական հույզերը, որոնք մենք կարող ենք հանձնել թղթին, եւ իհարկե դա հասցեա տիրոջը, հատկապես չգիտեմ, երբ այլ երկրից ես գրում, մեկ այլ երկիր ու ինչ որ ժամանակ անց են դրանք հայտնվում, չէ։ Այո, տարիներ առաջ իսկապես երբ չկար հնարավորությունները, էլ ավելի սրտատրոփ էինք մենք սպասում։ Տարիներ առաջ գոյություն ունեն սուրհանդակներ, որոնք լուրերը ձիոտին տանում էին։ Այո, այդպիսի բան էլ կար, ինչևէ։ Հիմա սուրհանդակը դառել է էլեկտրոնային նամակը, այսպես կարող ենք ասել։ Եվ մի խնդիր էլ կա, այս նամակների ի հայտ գալուն պես, մեսենջերով լինի, դա էլեկտրոնային նամակով լինի, մարդիկ սկսել են խուսափել հեռախոսով իրար հետ խոսելուց։ Այո, դա ես էլ չեմ սիրում։ Դու էլ չես սիրում, եւ ձեր սերնդի լուրջ խնդիրն է, որ դուք նախընտրում եք նույնիսկ ձայնային հաղորդագրություններ ուղարկել, բայց ինչու։ Չունեմ բացատրություն։ Ինչու լուրջ ինձ այնքան հետաքրքիր է, որ ես հաճախ ասում եմ, որ ժամանակն է մտածել, որ հեռախոսի առաջնային ֆունկցիան այլևս զանգելը չէ։ Դե արդեն կարող եք հեռախոս չանվանել այն։ Համամիտ եք արդյոք հարգելի ռադիոլսողներ, գրեք մեզ նամակախոս երիտասարդություն ունենք, ի վերջո այս երիտասարդները մի քիչ ուրիշ մտածողություն ունեն եւ իրենց ժամանակաշրջանը բոլորովին այլ է, բայց այդուհանդերձ կան հետաքրքիր գեղեցիկ ավանդույթներ, որոնք դուք պահելով միշտ կպահեք նաև ձեր հոգու ջերմությունը, հա, որ չեք կարող ստանալ էլեկտրոնային որևէ տարբերակից, համամիտ ես ինձ հետ։ Համամիտ եմ, այո, միանշանակ, հիմա նաև ձայնային հաղորդագրությունների դարն է, չէ։ Այո, ձայնային հաղորդագրությունները ուրիշ խնդիր է, հատկապես երբ աշխատանքային են այդ ձայնային հաղորդագրությունները, հետո ուզում ես տեղեկություն իմանալ, չես ֆիքսում, որը պիտի բացես, որ լսես, որ հատկապես որոշ բիզնես էջերի, որ գրում ես, միանգամից մի հատ աղջիկ ինչ որ ձայնային, բարև ձեզ, մենք ունենք այս պահը ուզում եմ ֆիքսել, որ հարգելի էջեր վարողներ, ֆիքսենք մի կարևոր բան, որ եթե օտար մարդու հետ եք խոսում եւ դա գործնական է, հատկապես առաջարկի հետ կապված, բացարձակ գեղեցիկ չէ եւ ճիշտ չէ ձայնային հաղորդագրություն ուղարկելը։ Այստեղ շատ կարևոր է, որպեսզի այն լինի գրված, կոկիկ, նամակին համապատասխան։ Ձայնային հաղորդագրություններ կարող ենք մեզ թույլ տալ ես ու Սևակն իրար ուղարկել, բայց աշխատանքային հատվածում շատ ավելի լավ կլիներ, որոնք դրանք գրառումներով լինեն, հատկապես երբ քեզ ձայնային են ուղարկում ու քեզ հետ շփվում են դույով։ Սարսափելի է։ Ինչ խնդիրներ ասես չկան։ Ինչ խնդիրներ ասես, որ այս էլեկտրոնային տարբերակները չեն բերում։ Դե ինչ ես ուզում մենք, դե լավ, ռոմանտիզմն է այսօր տիրել մեզ։ Tiene final, una historia de amor para la eternidad. Dime corazón, ¿cómo vivo sin ti? Tú dime corazón, ¿cómo vives sin mí? Supe en ese instante, mi amor, que tú eras para mí. Esta bella historia de amor la escribimos los dos. Y hoy para siempre de tu mano quiero caminar, corazón. Berele
on the floor, singing on the floor. Սուրճ ռուսեր առավոտից։ Շատ ռոմանտիկ առավոտ էր։ Շատ լավն էր, այո, փիլիսոփայական ես կասեի, նաև մեզ համար բացահայտումներով, որովհետև այս զրույցի ընթացքում ինքներս մեզ համար էլ որոշակի բացահայտումներ արեցինք եւ ծրագրի ավարտին ուզում եմ հարց ուղղել քեզ Սևակ ջան, եթե այս պահին պիտի նամակ գրեիր թուղթուգրիչով, ում կգրես նամակ, ում կլինի ուղված այդ նամակը, կարող ես անուն չտալ, ուղղակի նկարագրել։ Չէ, երևի ընտանիքի անդամներին։ Ահա։ Բայց թե ինչ կգրեմ, այ հետաքրքիր, պետք է մտածեմ։ Դու ում կգրեիր։ Ես երկու, այսպես եթե դիտարկենք, մեկը կանձնավորեմ, մյուսը ոչ։ Բնականաբար ամուսնուս կգրեմ։ Ահա։ Այո, եւ դա կլինի շնորհակալական ջերմ նամակ, որ կա եւ իմ կողքին է։ Սա շատ կարեւոր է։ Մենք խոսում ենք շնորհակալ լինելու մասին եւ առաջին հերթին պիտի շնորհակալ լինենք այն մարդկանց, որոնք մեզ ամբողջացնում են։ Եվ երկրորդը կգրեի մի մարդու, որը ինձ նեղացրել է օրինակ, այո, եւ կգրեի, չգիտեմ, այն նեգատիվը, որ ստանում ես եւ մեջդ չպահելու համար, հա, որ բաց թողնես եւ դուրս գա այդ ամենը քո միջից։ Երևի այսօր անցնենք այդ գործին։ Անցնենք, գնանք ու նամակներ գրենք, հա, Սևակ ջան, մեկն էլ քեզ կգրեմ։ Լավ, կսպասեմ, հոկտեմբերի 2-ն է այսօր, արդեն բավականին մռայլ է եղանակը, իրականում մենք տեսնում ենք։ Ձեր հոգին թող ջերմ լինի։ Ձեր հոգին թող ջերմ լինի, չմոռանաք տակ վերարկուի անձրևանոցի մասին։ Վերարկու, չէ, շտապում ես, ժակետ, լավ, հա։ Ողջորցապեցի լսիր։ Եվ չմոռանաք, այո, նամակների մասին այսօր կարող եք գրել ձեր սիրելիներին, ձեռագիր։ Այո, եւ ֆիքսենք, որ այս մռայլ եղանակը կարող է նաեւ ռոմանտիզմի հետ ասոցացվել, ոչ թե տխրության։ Այնպես որ ձեզ լավ օրենք մաղթում, սուրճ ու սեր առավոտից կլինենք կրկին վաղը 9:30-ից ու կասենք ձեզ բարի լույս։ Սևակ Հակոբյան եւ Լուսինե Մուրադյան։ Հաջողություն։